բարով եք եկել Գազահյուրատուն, բարով եք եկել Գյումրի։ Ես Հասմիկն եմ, աշխատում եմ Գազայում։ Հիմա մենք հյուրեր ունենք, հնեաբաններն են Ֆրանսիայից, զբաղված են մեր սենյակները։ Այդ բառը ես շատ եմ սիրում հյուրատուն, որտեղ հյուրը իրեն պիտի զգա տան նման։ Գազահյուրատունը մաս է կազմում Գազահիմնադրամի սոցիալական ձեռնարկատիրության, որի հիմնական առաքելությունն է մատուցել որակյալ հյուրընկալության ծառայություններ միաժամանակ դրական ազդեցություն ունենալով համայնքում։ Գազայի սոցիալական ձեռնարկությունը իր գործունեությամբ արդեն իր աշխատանքով մի շարք կարևոր խնդիրներ է լուծում, այն է զբոսաշրջության զարգացում, կանանց հզորացում եւ իհարկե գազայի գործունեության եւ մի շարք ծրագրերի ապահովում յուրաքանչյուր հյուր կարող է իր կարևոր ներդրումն ունենալ պարզապես ծառայություններից օգտվելով։ Հայրենաճանաչություն ծրագիրը, որը լիարժեք անունն է հայրենաճանաչություն եւ դպրոցական զբոսաշրջություն, եկավ օգնելու սերունդ կրթողներին ամենաառաջինը, այն է մեր ուսուցիչներին, որոնց ուսերին այսօր բավականին ծանր բեռ է դրած, կրթել մի հասարակություն, որը ճանաչում է իր հայրենիքը եւ պատասխանատու է իր հայրենիքի համար։ 2005 թվականից որպես կամավորական շարժում սկսված զբոսավարների պատրաստման ծրագիրը այսօր արդեն ճանաչում ունեցող եւ մեթոդաբանություն եւ կրթական ծրագիր ունեցող ծրագիր է։ Աշխատում ենք սկսնակ զբոսավարների հետ, գալիս են մեզ մոտ զբոսավարության դասընթացի, որտեղ մի քանի ամիս միասին աշխատանքի ընթացքում կարողանում ենք դասընթացի վերջում ունենալ ճիշտ է սկսնակ, բայց ոչ միայն հիմնադրամի, այլ նաև հայրենիքի կառուցելու փիլիսոփայությանը ծանոթ մարդիկ։ Քվեսթները որպես հիմնադրամի նորարարական պրոդուկտ կարիք կար ճանաչելու մեր երկիրը եւ զարգացնելու ներքին զբոսաշրջությունը։ Թիմով մտածեցինք եւ բնականաբար առաջին փորձերը սկսեցինք իրականացնել մեզ համար սիրելի հարազատ Գյումրի քաղաքում, Ձիթողցոնց թանգարանում էր քվեսթը, նրան հաջորդեցին Գյումրի ուրբան քվեսթ, այսինքն քաղաքային քվեսթ, Երերույք Անիպեմզակ հնագիտական ուղղվածությամբ քվեսթ, Իսահակյանի թանգարանում քվեսթ, բոլոր այս քվեսթերը այդ իրականությունը, այդ պատմությունը, այդ ժամանակաշրջանը ճանաչելու նորարարական, նաև զվարճալի միջոցներ են, որպեսզի թե երեխաները, թե մեծահասակները յուրովի բացահայտեն տվյալ պատմական կոնտեքստը, ժամանակաշրջանը կամ կարկառուն անհատին։ Ասում եմ հիշում եմ ոնց գեստները, ստեղ գեստներ Հիմնադրամի փիլիսոփայության մեջ սկսելով փոքր օղակից, ուժեղ անհատ, ուժեղ համայնք եւ ուժեղ պետություն, երբ ճանաչում ենք, անպայման սիրում ենք։